Մեն օրը ինձ շատերն էին հարցնում, ոնց ես միացնում այդ ավտոպիլոտը, ասեցի, որ այս կապուտ կետն է, անպայման կետիկն է պետք սխմել, սխում ենք, սենց բան է առաջանում, դրանից հետո ստե մի հատ ներքևի մինուս նշան կա, սխում ենք մինուս նշանը ու վсё, 60 կիլոմետր արագությունը պահպանել եմ, քանի որ ստե մի քիչ կարելի է արագ անել, ստե սխում ենք 70 ու ամենակայֆը գիտես որն է, որ դիմացի ավտոմեքենան, այսինքն եթե արգելակում է, ոտս նայեք հանել եմ պեդալից, ինքը իր հետևից էթում է, եթե ինքը կամացացրեց ավտոմեքենայի արագությունը, նույնն էլ այս ավտոմեքենան է դանդաղացնում իր շարժը, ամենակայֆ բանն է, Ստե արագությունը 70 է տվել, դրա համար 70 եմ սխմե, սենց ասեմ պահե 70 Այն ավտոմեքենայի հետևից ինքը գնում է ինք իրան Այս ավտոմեքենայի հետևից գնում է Որ ասենք ավտոմեքենան սենց զգա, որ թեքություն կա, ինքը ռուլը պահում է, էլի պետք չի անպայման ռուլը պահել, կարա շեղվես, պայտակ ջուր խմես, բան շատ հարմար է, 70 է տված, բայց այս ավտոմեքենան հաստատ 70-ից քիչ է եթում, այսինքն 50 արագություն է եթում, իր հետևից գնում է, անպայման չի գնես 70 ու, հեսա նայք, ոնց է թեքում ռուլը, ինք իրան թեքում է, Եթե երկար ժամանակ չես պահում, ուղղակի զգուշացնում է, որ ձեռները դիր ղեկի վրա, հեսա, հեսա ստե կարծեմ 70 էլի արագություն է տվե, հեսա կարագանա, խոսքով սենց հետաքրքիր բան է էլի, ավտոպիլոտը